Ուրեմն այսօր առավոտվանից հերթական անգամ սկսվել է հայկական ժամանակ և քննչական կոմիտե օպերացիա։ Ինչ է սա նշանակում և ինչ է տեղի ունեցել։ Այսօր առավոտվանից վաղարշաբաթ խոշորացված համայնքում ձերբակալվում են Հաղթանակ դաշինքի ավականու թեկնածուները և մեր աջակիցները, նրանց մեղադրելով ընտրությունների ժամանակ իրենց դիրքը և հեղինակությունը օգտագործելու և մարդկանց ընտրությունների ժամանակ ուղղորդելու համար։ Եվ առավոտյան, ինչպես մնացած բոլոր պարագաներում, քննչական կոմիտեն սկսում է ձերբակալություններ, որից հետո հայկական ժամանակը հրապարակում է հերթական ցնցող ձայնագրությունը, փորձելով հիմնավորել կամ համատեղ աշխատանքով արդարացնել իրենց հերթական ապօրինությունը, ինչպես մնացած բոլոր պարագաներում։ Այս նույն ձեռագիրը տեղի է ունեցել նախորդ բոլոր շարժումների ժամանակ, տարբեր ընտրությունների ժամանակ և ձեռագիրը նույնն է, որևէ բան սրանց մոտ չի փոխվել։ Ես հիմա չեմ անդրադառնում այդ ձայնագրությունը որքան է ճիշտ, որքան է կտրած, կպցրած, սարկած, բայց նույնիսկ այս ձայնագրություններով շատ դժվար է հանցակազմ գտնել։ Իրականում ինչա տեղի ունենում։ Այն իշխանությունը, որը նույն վաղարշաբաթի ընտրության ժամանակ օգտագործել է ողջ պետական վարչական ռեսուրսը, նախարարություններ, մարզպետարաններ, քաղաքապետարան, նույնիսկ դպրոց, մանկապարտեզ, այսինքն մարդկանց ճնշելով, ահաբեկելով, տարել է տեղամաս, աշխատանքից ազատելով, կաշառելով, փորձել է վերարտադրվել, այդ նույն իշխանությունը մարդկանց, ովքեր ոչ դիրք ունեն պաշտոնական, ոչ որևէ մեկին կաշառք են առաջարկել, մեղադրում է քաղաքացիներին ուղղորդելու մեջ և այս հիմքով ձերբակալում։ Նպատակը շատ պարզ է, այսինքն մեկուսացնել բոլոր ընդդիմադիրներին, ոչնչացնել առաջիկա ընտրություններից ընդառաջ։ Բայց այստեղ ամենակարևորը որն է, որի մասին պետք է բոլորը բարձրաձայնեն, որ այս տրամաբանությամբ առաջիկա ընտրություններին որևէ ընդդիմադիր ուժ այլևս անիմաստ է, որ բացի նախընտրական շտաբ և աշխատի մեր քաղաքացիների հետ, որովհետև նախընտրական շտաբների հիմնական գործառույթը մարդկանց հետ աշխատելու, կազմակերպելու, համոզելու, խնդրելու, ուղղորդելու այդ աշխատանքները այլևս Նիկոլի ռեժիմի պայմաններում քրեորեն հետապնդելի արարքներ են, և այս հիմքով ցանկացած մեկին մեր երկրում կարող են ձերբակալել։ Այս տրամաբանությամբ, Ժողովուրդ ջան, եթե որևէ ընտանիքում տան տղամարդը, ամուսինը իր կնոջը հորդորի կամ խնդրի, որ քվեարկի որևէ քաղաքական ուժի, այս հիմքով կարող են իրեն ևս ձերբակալել։ Հետևաբար այս է Նիկոլի ռեժիմը և նրա խաղի կանոնները, այսինքն բոլորը լռեն, որևէ մեկը որևէ բան չանի, իրենք կարողանան իրենց ռեսուրսներով, ապօրինություններով, այս քննչականով ու դատախազությունով, որը դարձել է Civic ու հայկական ժամանակի դուստր ձեռնարկությունը, սրանցով մարդկանց ձերբակալեն և վերարտադրվեն։ Այս պահին տեղեկացնեմ, որ նաև շատ ընկերներ զանգահարում են, մեր պատգամավորները գտնվում են վարշապատում, փաստաբանական թիմ է աշխատում և մենք մեր ամբողջ ուժերով, հնարավորություններով, ռեսուրսներով մեր ընտրողների, մեր գործընկերների կողքին ենք լինելու և բոլոր հնարավորություններով պաշտպանելու ենք այս խուժան իշխանության ռեպրեսիվ մեքենայից։ Եվ սա նաև այս ամեն ինչին զուգահեռ կարևոր ուղերձ է այս իշխանությունների կողմից ողջ ընդդիմադիր դաշտին, որ առաջիկայում սրանք ինչեր են պատրաստվում անել իրենց վերարտադրության համար։ Մենք այս մասին բազմաթիվ անգամ խոսել ենք և շարունակում ենք պնդել, որ այս կեղտոտ խուժան չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու և հավանական ռեպրեսիաներին դիմագրավելու համար ընդդիմադիր ուժերը անկախ իրենց դիրքավորումներից մի շարք կարևոր հարցերում, այդ թվում նաև ապագա ընտրությունների վերահսկողության իրական մեխանիզմներ ստեղծելու հարցում պետք է մեկտեղեն իրենց ուժերը և լրջորեն պաշտպանվեն այս չարիքի վերարտադրությունը կանխելու համար։ Պինդ մնացեք, առաջ։